Ամանորին ընթരാճ կալանավայրից տուն տեղափոխված միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը նորից կտեղափոխվի հետ բանտ։ Վերաքննիչ դատարանն այսօր բավարարեց գլխավոր դատախազության բողոքը, որով իրավապահները պահանջել էին վերացնել տնային կալանքը։ Փաստաբանները նոր էին ստացել այս որոշումը, դժգոհ էին։ Ռուբեն Հակոբյանը լրագրողներին պարզաբանեց վերաքննիչի այսօրվա որոշումը։ Երկու որոշում ա եղել՝ վարույթ հարուցելու եւ վարույթի հարուցման արդյունքում որոշում ա կայացվել։ Երկու որոշումներն էլ վերացրել ա վերաքննիչ դատարանը։ Այսինքն դա ենթադրում ա, որ պարոն Կարապետյանը պետք է տեղափոխվի բան։ Այո թե ոչ։ Ենթադրվում ա, բայց պատճառաբանական մասը պետքա կարդամ, նոր ձեզ ասեմ։ Իշխանության զավթման կոչի ու տնտեսական հանցագործությունների համար մեղադրվող Տաշիր գրուպի սեփականատերը տնային կալանքի տակ մնաց 17 օր։ Տարեվերջին նրա փաստաբանները միջնորդել էին դատարանին ազատ արձակել նրան կալանքից։ Դատավորը կիրառել էր տնային կալանք եւ 4 միլիարդ դրամ գրավ։ Դատախազությունը սակայն բողոք էր ներկայացրել վերաքննիչ, պահանջել բեկանել փաստաբանների միջնորդության հիման վրա հարուցված վարույթը, որով դատարանը տնային կալանք էր սահմանել, ինչպես նաեւ վերադարձնել 4 միլիարդ դրամ գրավը։ Դատախազության այս երկու պահանջն էլ վերաքննիչը բավարարել է։ Այսինքն այդ ինչն էր խնդիրը, որ վարույթ հարուցելու մասին որոշումը բեկանվում է։ 60-ամյա Կարապետյանն այժմ հիվանդանոցում է, թոքաբորբ ունի եւ քովիդով է վարակվել։ Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով սա հետևանք է բանտային վատ պայմանների։ Կես տարվա բանտարկության ընթացքում նրա առողջական վիճակը երբեք չեն ստուգել, հազանգում է փաստաբանը։ Առողջապահության նախարարության քրեակատարողական բժշկության կենտրոնի տնօրեն Կամո Մանուկյանը սակայն հակադարձում է։ Կարապետյանը մշտապես գտնվել է բժշկական հսկողության տակ, հետազոտվել է եւ թոքերի հետ կապված գանգատ չի նշել։ Ունեմ հստակ վարկած, թե ինչով է պայմանավորված, որ Սամվել Կարապետյանի մոտ ներկայումս առողջական խնդիրներ են ի հայտ եկել։ Վարկածը նրանում է, որ այստեղ եղել է դիտավորություն դրա նկատմամբ։ Այսինքն իսկապես իրավասու պաշտոնյաները գիտակցել են, որ օրինակ իր մոտ արկա է թոքաբորբ, երկկողմանի, ֆիբրոզով, բայց միաժամանակ դիմել են անգործության։ Բացի վերաքննիչի այս որոշումից, որով չեղարկվել է տնային կալանքը, հակակոռուպցիոն դատարանն այսօր սկսեց քննել քննչականի միջնորդությունը երկարաձգելու Կարապետյանի տնային կալանքը, բայց քանի որ տնային կալանք այլևս չկա, այս նիստն ընդմիջվեց։ Դատախազն ու քննիչը հայտարարեցին, որ նոր միջնորդություն են ներկայացնելու բանտային կալանքը երկարաձգելու մասին։ Այս միջնորդությունն անհրաժեշտ է, քանի որ դեռ 2 ամիս առաջ կիրառված կալանքի ժամկետը լրանում է։ Փաստաբան Արամ Վարդևանյանի կարծիքով այս դեպքում խախտվում են օրենքով միջնորդություն ներկայացնելու ժամկետները։ Դատախազությունն ու քննչականը հակառակն են պնդում։ Արդյոք դատախազությունը եւ քննչականը ամեն կերպ քաղաքական հետապնդման շրջանակներում երևի թե նույնիսկ երազում են տեսնել Սամվել Կարապետյանին կալանավորված, բայց իրենք ունեն մեծագույն խոչընդոտ։ Դա քրեական դատավարության օրենսգիրքն է։ Մյուս փաստաբան Ռուբեն Հակոբյանը ազատությանը փոխանցեց դեռ տնային կալանքի պայմաններում հիվանդանոց տեղափոխված գործարարը բանտ կտեղափոխվի, երբ կազդուրվի։ Տրամաբանությունը դրա մասին է հուշում, այո։ Եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված հայ առաքելական եկեղեցին իր ձևով պաշտպանելու մասին։ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը 2 ամիս առաջ լրագրողների զրույցում պնդել էր, մեղադրանքը հիմնավոր է։ Ամիսներ առաջ Կարապետյանը բանտից քաղաքական հայտ էր ներկայացրել եւ հայտարարել, որ պայքարելու է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Նա առաջնորդում է մեր ձևով շարժումը, որը առաջիկայում կուսակցություն է դառնալու։ Նա սակայն վարչապետի թեկնածու չի կարող լինել, քանի որ երկքաղաքացիություն ունի։ Հավասարակշռությունները պետք մեր երկրում։